Այսօրվանից վեր սկսում ենք գունավոր փորձարկումները եւ առաջին գույնը կանաչն է։ Հիմա կասեք Էլեն ջան, բա գոնե կանաչ գույնի հագնվեիր, բայց նայեք, այս տերևիկներ կա վրես, օպ։ Ինչևէ, եկեք առաջինը սկսենք այս կասկածելի ժելեից։ Որ համով չլինի։ Եկեք ընտրենք մեջներից ամենականաչը, անանասը։ Ներսից ունի սենս տեսք, եկեք փորձենք։ Իրա քիմիական լինելու համար եկեք գնահատենք 10-ից 4։ Հաջորդ եկեք փորձենք լեյսը։ Պրոբեմ։ Լեյսը շատ համով էր, կգնահատենք 10-ից 1 լիմոն։ Ոչ մի կծվություն չկա, սոխի արտահայտված այդպես սուր համ չկա, շատ պրիատնինկի է։ Հաջորդը կփորձարկենք կիվիի եւ տանձի համով ըմպելիքը։ Դեռ տանձի հոտն է զգացվում։ Տանձի համը շատ դոմինանտ է։ Կիվին շատ քիչ է զգացվում։ Կիվի միքս, բայց ինքը այդքան կիվի միքս չի, ավելի լավ կլիներ գրած լիներ տանձ միքս։ Սա կգնահատենք 10-ից 4, 5, տենց։ Եվ վերջում կփորձարկենք այս ժելե կոնֆետը։ Ոնց որ խնձորի համով ծամոն լինի, որ շատ երկար է ծամել, ու արդեն գցելու վախն է, այդ համը վերցրել են, սարքել են կոնֆետը։ Կգնահատենք սա 10-ից 2։ Կանաչ փորձարկումը այսքանն էր։ Շնորհակալություն, որ մինչև վերջ նայեցիք, հետևեք ինձ, որ չկորցնեք։ Մեկ էլ մեկնաբանությունների դաշտում ով գույն առաջարկեց ու իմ հետևորդը եղավ, հաջորդը հենց իր մեկնաբանությամբ կլինի վիդեոն։